Ես Արսեն Աղաջանյանն եմ, ծնվել եմ 1997 թվականին հենց Ստեփանակերտում։ Մանկուց ունեցել եմ մանկական մոռային կաթված ախտորոշում եւ 2000 թվականից սկսել եմ հաճախել վերականգնողական կենտրոն։ Ամեն աշխատանքային օր Արսենը վաղ արթնանում, նախաճաշում ու շտապում է աշխատանքի, իսկ հանգստյան օրերն անցկացնում է ընկերների ու հարազատների հետ, վայելելով եւ արժեվորելով ամեն պահը։ Մինչդեռ այս լուսավոր երիտասարդը կարող էր ուղղակի փակվել տանը, ընկրկելով բազում դժվարությունների առաջ, իսկ դրանք, ինչ խոսք, շատ են եղել Արսենի кյանքում։ Несмотря на всю сложность диагноза, мы старались не останавливаться и смотреть вперед. Но, наверное, то, что нам удалось сделать, свидетельство всему этому Арсен сейчас состоявшийся. Окружение и мы в семье делали все, чтобы Арсен не ощущал всех этих сложностей. И, наверное, мне кажется, смогли мы как-то вывести его на тот путь, по которому он дошел до сегодняшнего дня. Տարիների ընթացքում Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հարազատ միջավայր է դարձել Արսենի համար։ Միջավայր, որտեղ համատեղվում են բուժումը, հաճելի ժամանցը, աշխատանքն ու մարդկային շփումները։ Միջավայր, որը մեծ չափով կերտել է Արսենին այնպիսին, ինչպիսին նա կա այսօր։ Հենց գալու պահից այս կենտրոնը դարձավ իմ համար ոչ թե բուժման, զուտ բուժման կենտրոն, այլ որպես հարազատ մի վայր, քանի որ կենտրոնի անձնակազմը տնօրենից սկսած ամբողջ անձնակազմով ավարտված շատ ջերմորեն էին ընդունում ինձ։ Բուժում էի ստանում, դրա հետ մեկտեղ իմ առօրյան շատ հագեցած էր այստեղ, հաճախում էի, ասենք, կավագործության խմբակ, հաճախում էի լողավազան, ջրաբուժություն, որը բուժման մեջ էր մտնում, էլի, նկարչություն, համակարգչային դասընթացներ եւ միջև գրեթե պատանեկություն։ Այս կենտրոնը նպաստել է դրան, որ ես ինտեգրվեմ հասարակության մեջ։ Լեզուների ու ընթերցանության հանդեպ հակումը Արսենին հետագայում օգնեց ընտրել բանասերի մասնագիտությունը։ Ու թեպետ այսօր աշխատանքում հիմնականում օգտագործում է ձեռք բերած համակարգչային գիտելիքներն ու հմտությունները, դժվար պահերին միևնույն է գրքերն են օգնում տեղափոխվելու ավելի կատարյալ աշխարհ։ Բուժման հետ մեկտեղ սկսեցի վարել լիարժեք կյանք, այսպես ասած, սկսեցի հաճախել դպրոց, մինչև 15 թիվին ավարտել եմ եւ ընդունվել համալսարան, Մեսրոպ Մաշտոց համալսարանը։ Մինչև 2019 թիվը սովորել եմ այնտեղ, այնուհետև դրա հետ մեկտեղ հաճախել եմ ծրագրավորման եւ ֆոտո դասընթացներ։ Դասընթացների ժամանակ էլ մոտ գաղափար առաջացավ, քանի որ այստեղ կար համակարգչային, այսպես ասած, դասասենյակ, այստեղ զբաղվում են նաեւ ֆոտոգործով, ես որոշեցի իմ գիտելիքները պրակտիկորեն կիրառել հենց վերականգնողական կենտրոնում, այդպես ասած համատեղել, էլի, ինչ-որ բանով օգտակար լինել նաև կենտրոնին։ Եկա որպես կամավոր, սկսեցի աշխատել, կենտրոնի անձնակազմը տնօրեն նույնպես շատ ջերմորեն ընդունեց այդ մտահղացումը եւ 17 թիվից 2017 թիվից սկսեցի աշխատել որպես կամավոր, տպում էի նկարներ, զբաղվում էի հին ֆոտոլենթերի թվայնացմամբ, օգնում էի տարբեր աշխատանքներ կատարել, ասենք, օպերատորին, տարբեր աշխատանքներում համակարգչի հետ կապված։ 2018 թվին արդեն պարոն Թադևոսյանի առաջարկով ընդունվեցի աշխատանքի որպես
բուժ վիճակագիր, իմ համար սկսվեց մի նոր ոլորտի ուսումնասիրություն, բուժվողների հետ կապված տվյալների հավաքագրում եւ մտցնում եմ առողջապահության ծրագրի մեջ, էլեկտրոնային ծրագիր ունենք, Health։ Դրա հետ մեկտեղ բուժվողների պատմությունները հիվանդության ես թղթային տարբերակով, որ ծրագրի միջոցով հավաքագրում եմ եւ ուղարկում նախարարություն։ Աշխատանքն Արսենի համար ինքնադրսևորվելու եւ հասարակությանն ինտեգրվելու հնարավորություն է ու կարևոր միջոց։ Նաեւ վաստակելու ձև եւ որպես տան տղամարդ պատվով է կատարում այդ պարտականությունը։ Կարող է եւ տնից աշխատել, բայց ասում է մարդկային շփումը ոչինչով փոխարինել հնարավոր չէ։ Սկսած 2000 թվականից մինչ օրս Արսենը մեր հետ է ու ոչ միայն բուժվել, ինքնուրույն է դարձել, այլ նաեւ մեր վերականգնողական կենտրոն ընտանիքի լիարժեք անդամն է, կարելի ասել առավելություն ունեցող անդամն է։ Եվ կարծում եմ, որ մենք բոլորս գոհ ենք նրա բոլոր մարդկային հատկանիշներով, բայց կուզեմ նշել նրա անձի կատարելագործման ձգտումներին, որ միշտ ուզեցել է ունենալ, կատարել եւ ստացել է։ Ունենք եւ ինքը եւ մենք բավական դրական արդյունքներ եւ ես հպարտ եմ, որ աշխատում եմ Արսենի հետ, ես համարում եմ նրան իմ գործընկերը եւ լավ բարեկամը եւ ամենակարևորը, որ ես գոհանում եմ նրա կատարած աշխատանքով, աշխատանքի որակով, աշխատանքին նվիրված լինելու եւ պատասխանատվության մեծ զգացում ունենալու այդ կարողությունը։ Լիարժեք թիմի անդամ է բոլոր հարցերում եւ մեր միջոցառումների մասնակցելուն, կազմակերպելուն Գերագույն հաճույքն եմ ստացել Արսենի հետ շփվելու։ Արսենը քաջ գիտակցում է, որ իրպես առանձնահատուկ մարդկանց համար կյանքը կարելի է շատ ավելի հարմարավետ դարձնել։ Ուսումնասիրում է զարգացած երկրների փորձը, հոդվածներ գրում, բայց Արցախից դուրս իրեն չի պատկերացնում։ Այդ թեքահարթակների բացակայությունը, ասենք, լիֆտերի բացակայությունը, տարբեր տեղեր, տրանսպորտի անհարմարավետ լինելը, ասենք, ոչ բոլորը հնարավորություն ունեն տաքսիների միջոցով տեղաշարժվել։ Եվ հանրային տրանսպորտը պետք է, ինչպես որ ցանկացած զարգացած երկրում, պետք է որ հարմարեցված լինի։ Արտասահմանում հիշում է, իհարկե մենք շատ հեռու ենք դրանից, բայց ես հույսով եմ, որ մի օր ստեղ կգա այդ ամեն ինչը եւ կտեսնեմ այդ, ասենք թե, երթուղիները հարմարեցված։ Եվ պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ ինձանից կախված է։ Այստեղ իմ բնորանն է, այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ, ունեմ ընկերներ, բարեկամություն, տարբեր հարազատ մարդիկ եւ ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց այդ մարդկանց։ Լիարժեք կյանքով է ապրում Արսենը։ Լուսանկարչություն, սպորտ, զբոսանքներ, ընկերների հետ ժամանց, լայն է նրա հետաքրքրությունների շրջանակը։ Շատ են նաև նպատակները։ Մեքենա վարել սովորել առաջինը, ես մանկուց երազել եմ դրա մասին, բայց ֆիզիկական վիճակից ելնելով դժվարություններ լինելու են, ես հասկանում եմ։ Ցանկություն ունեմ շրջագայել աշխարհով մեկ, տարբեր երկրներում լինել, ծանոթանալ տարբեր մարդկանց հետ։ У него есть сила воли, он может ставить цели и идти к этой цели, несмотря ни на что. И даже меня он подтягивает в этом деле. Если есть цель, если есть хоть какое-то желание, то мы обязательно вместе достигаем этой цели. Была цель, значит, это самое, чтобы у нас была машина, чтобы облегчить как-то наше передвижение. Поставил цель, достигли этой цели, но, конечно, очень обидно и очень жалко, что сейчас просто, когда уже все есть, мы немножечко стопорим в этом деле за неимением топлива и
опять приходится передвигаться на транспорте, опять приходится с трудом ожидать такси. Вот здесь, конечно, сложности, трудности. Но опять-таки, опять мы не расстраиваемся. Знаем, что сегодня так, завтра будет по-другому. Как говорится, всегда после черной полосы наступает светлая. Будем надеяться и, наверное, доживем и до того дня, когда все будет окей. Ну, а вторая цель, наверное, создать семью и быть счастливым. У него много друзей и есть подруги, и он себя как-то старается и в этом деле реабилитировать. Так что будем надеяться, что и здесь у нас все получится. Կարծում եմ Արսենը վաղուց ինտեգրված է հասարակությանը, բայց կան շատ տասնյակ եւ կասեի հարյուրավոր մարդիկ, որ շատ ավելի ծանր ու վատ վիճակում են գտնվում, քան Արսենը եւ հատուկ ուշադրության կարիք ունեն հասարակության կողմից, նրանց կենցաղի պայմանները լավացնելու, ինչպես նաև հնարավորություն տալ նրանք ինտեգրվեն հասարակության հետ, աշխատանք ունենան, սովորելու հնարավորություն ունեն։ Արսենը արել է ամեն ինչ եւ նրա ծնողը, որպեսզի Արսենը հաղթահարի այդ դժվարությունները եւ ստանա բարձրագույն կրթություն եւ ունենա լավ սիրված աշխատանք։ Կարծում եմ շատերը դեռ չեն հասել այն արդյունքներին, որ Արսենը ունի այսօր, եւ բնականաբար եւ հասարակությունը եւ պատգամ մարմինները եւ հատուկ նախարարությունները, որոնք կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել նման երիտասարդների համար, բավական անելիքներ կա։ Եվ այդ անելիքները այնպես չի, որ նրանք պետք է անեն, մենք պետք է նայենք, մենք բոլորս պետք է անենք։ Իսկ վերականգնողական կենտրոնը միշտ ուրախ կլինի նման մարդկանց առաջարկի իր ծառայությունները, որպեսզի վերականգնողական բուժում ստանան եւ փորձեն այստեղից վերաինտեգրվեն կամ ինտեգրվեն հասարակության հետ։ Շատ խնդիրներ կան, ոչ միայն իմ համար, այլ տարբեր բոլոր հաշմանդամների համար։ Երևի այդ գալիս է սովետական, այսպես դաստիարակությունից, հա, որ եթե խնդիրներ ունի առողջական, ուրեմն պետք է ինչ-որ իզոլացված կյանք, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Իհարկե վերջի տարիներին նկատվում է տարբերություն դեպի լավը, բայց բանն այն է, որ մարդիկ առհասարակ արտաքինից են գնահատում, նայում են, ասենք, մարդուն եւ ինքը խնդիրներ ունի ու իրանք չեն ընկալում ինտելեկտուալ չի երևում այդ ինտելեկտուալ պոտենցիալը, քանի որ դա թաքնված է, չի արտաքինից չի երևում։ Ես գտնում եմ, որ մարդու հետ պետք է շփվես, ինչքան մտերիմ շփվես եւ այդ դեպքում դու կհասկանաս մարդու էությունն է։ Կյանք պայքար է եւ պետք է պայքարել, սկզբից պետք է դու ինքդ քեզ հաղթահարես, այդ սև մտքերը գլխից հանես, այնուհետև հասարակության կարծիքի տարբեր կարծիքներին ինչքան մարդ կա, այնքան կարծիք կա, ուշադրություն չդարձնել։ Ես մի հայտնի քաղաքական գործիչի խոսքերն եմ հիշում, որ ասում են «Не дождётесь», այսինքն պետք է պայքարել, պետք է չընկճվել, դրանով ոչ մեկին օգուտ չես բերի, քեզ ավելի շատ կվնասես։ Շփվել Արսենի հետ ու չհիանալ նրա կամքի ուժով, մշտապես կատարելագործվելու ձգտումով, չզգալ նրանից ճառագող լույսն ու դրականը անհնար է։ Մի քանի բառ փոխանակելուց հետո նա ձեզ կհամոզի, որ բոլոր սահմանափակումները պայմանական են։ Մարդու հնարավորություններն անսահմանափակ են։ Մենք ենք ընտրում այդ անսահմանության մեջ որ կետում կանգնել եւ ինչպես սահմանափակել ինքներս մեզ։